Աստված իր փառքը հայտնում է իրան հավատացողներին սրտանց։ Հիսուսն էլ ասեց Մարիամին, Մարթային ասեց, եթե հավատաք, Աստծո փառքը կտեսնեք։ Մենք պետք է հավատանք, որ այդ փառքը բացվի մեզ, որովհետև Աստված ուզում է իր փառքը հայտնել մեզ եւ կառուցել մեր մեջ այդ հոգեվոր կյանքը սիրելներ։ Մենք նկատեցինք, որ Հակոբը փոքր հասակից նվիրվեց Աստծուն։ Եվ մենք տեսնում ենք, որ այս մարդը օրեօր հոգևոր կյանքի մեջ առաջ գնաց եւ Աստված նրան ասեց, ես քեզ չեմ թողի, քեզ հետ պիտի լինեմ եւ քեզ ինչ որ որոշեր եմ անելու, պետք է անեմ վերջացնեմ քո կյանքի հետ։ Եվ մենք տեսնում ենք, թե Աստված ինչ հրաշալի ճանապարհով Հակոբին սարքեց Իսրայել, մարդ, որը որ մարտնչեց Աստծու հետ եւ մարդկանց հետ եւ հաղթեց։ Իսրայել նշանակում է Աստծո փառքի համար մարտնչող մարդ։ Ահա մարդ, որը որ այս երկրի վրա գնաց հոգևոր պատերազմի, գնաց դժվարությունների, գնաց նեղությունների, գնաց փորձությունների, եւ այդ բոլոր փորձությունների մեջ նա սովորեց աճել, սովորեց Աստծուն ավելի մոտիկից ճանաչել եւ ամեն ինչ հասցրեց Աստված այն նպատակին, որին որ ինքը ծրագրել էր։ Այսօր Աստված երբեք ու երբեք ծրագիր չունի այն մարդկանց հետ, ինչպես եղբայրը երեք խոսեց, ուխտ կապեց։ Աստված Աբրահամի հետ ուխտ կապեց, բայց Հովտի հետ ուխտ չուներ։ Աստված իր ուխտը կապում է իրան նվիրյալ մարդկանց։ Եվ նրանց, եթե նրանք անկումներ կունենան, տկարություններ կունենան, դրանք իրանց բնական ընթացքն է, որ իրանց մարմնավորությունը իհատ կա, իրանց անհավատությունը բժշկվի, դրանք բնական բաներ են, որ պետք է անցներ Հակոբ այդ ճանապարհով։ Հակոբ պետք է դժվարություններ անցներ եւ գար բժշկության։ Այդ նույն Աստված այսօր անում է նվիրյալների հետ։ Ես նորից եմ ասում, Սուրբ գրքում չեք հանդիպի մի մարդի, որ նա նվիրյալ չի, բայց Աստված նրա մեջ հոգևոր կառույց անում։ Եղբայրներ, քույրեր, մեր ուշադրությունը չպետք է լինի արտաքին երևույթների փոփոխության վրա։ Մեր ուշադրությունը պետք է լինի մեր ներքին աշխարհում, մեր հոգու աշխարհում։ Կառույց գնում առաջ թե ոչ։ Սիրելիներ, ահա երեք ես մի պահ խոսեցի Սամսոնի մասին։ Սամսոն ուներ օծություն։ Ժամանակին մեզ թվում է, եթե մարդը ունի երկնքից օծություն, ուրեմն վերջ, ամեն ինչ նորմալ է։ Բայց պարզվում է, որ մարդը ունի օծություն, բայց դա դեռ չի նշանակում ամեն ինչ ունի։ Փաստորեն ամենակարևորը Աստված ուշադրություն է դարձնում մարդի ներքին աշխարհի հոգևոր շինարարության վրա։ Սրա վրա շատ մեծ ուշադրություն է դարձնում Աստված։ Հովսեփ ասում է, իմ տառապանքիս երկրում, տեսեք սիրելիներ, հետաքրքիր է, այս խոսքը, որ ես ուզում եմ կարդամ, եւ դու տեսեք այս համարը, եւ փորձեք համեմատություն տանել Հակոբի հետ։ Եվ Հակոբին համացություն տանենք Աբրամի հետ։ Եվ մի երկու բաներ սովորենք ստեղ։ Տեսեք, Հովսեփը Հակոբի որդին էր։ Տեսեք, այս մարդը ինչ ասում։ 41 գլուխ ծննդոց, 50 խոսքից կարդանք, մինչև 52 խոսք է։ 41 գլուխ, 50-ից 52 խոսք է։
Եվ սովի տարիների գալեն առաջ Հովսեփ երկի որդի ծնան, որ Արեգ քաղաքի պետապրես Քուրմի աղջիկ Ասանեթը ծնավ անոր։ Եվ Հովսեփը առաջնեկի անունը Մանասե դրավ, քանզի սավ Աստված, ուշադիր լսեք այս բառերը, ինձի մորցուց իմ բոլոր վշտերս եւ իմ հորս բոլոր տունը։ Սրա վրա ուշադրություն դարձրեք։ 51-ի դրավ Մանասե, որ նշանակում է Աստված ինձի մորցուց իմ բոլոր վշտերս եւ իմ բոլոր հորս տունը։ Հետաքրքիր ինչ արեց, որ նա մոռացավ։ Դու գիտեք, ինչ դաժան ձևով վարվեցին այդ եղբայրները, նույնիսկ ուզում էին սպանեին, քարկոծեին, վերացնեին, բայց Աստված նրանց արեց, որ չմահացրին։ Վերջում երեխա տղա էր 10 տարեկան, բայց նվիրված էր Աստծուն։ Այս խեղճ տղային վաճառեցին։ Մարդը վերջ-վերջով միսու այրուն այս մարդը, երեխա տղա, 10 քանի տարեկան, երևի 18 լինի, 17 լինի, մեկ այդքան մեծ չէր տարիքով, ինչքան դժվար է, քո մեծ եղբայրները քեզ ծեծելով, ջարդելով, գցեն փոսը, եւ ուզեն սպանել, վերջապես վաճառեցին։ Այս վշտերը ասма մորցրեց ինձ Աստված, իմ բոլոր հորս տունը մոռացա։ Եղբայրներ, ինչ է կախված։ Այսօր ես խորը համոզված եմ, շատ հոգիներ ստենստած են։ Իրանք հիշում են այն վշտերը, որոնց իրանց վշտացրել են։ Թե հարազատները, թե եկեղեցու անդամներից կարող եղած լինի, ու հարևանությունից կա, տարբեր մարդկանց կողմից։ Վշտեր, որ կան կուտակված քո աշխարհում, բայց լնայից ես դու մոռացել ես։ Թե հլը հիշում ես։ Պատմելուց է նույնիսկ լացելով պատմում ես այդ քո վշտերը։ Ինչ արեց Հովսեփը եւ ինչ արեց Աստված, որ այդ վշտերը մոռացավ։ Սա լուրջ խնդիր է։ Ամեն մարդ չի, որ այդ վշտերը մոռանում է։ Ես մարդ գիտեմ։ Մինչև է զառամյալ ծերությունը, որ արդեն պիտի հոգին ավանդի։ Վիշտը սրտի մեջ, հարսի նկատմամբ, կնոջ նկատմամբ, տարբեր մարդի նկատմամբ, այսպես վերքը սրտի մեջ, վիշտը սրտի մեջ, մեռնում գնում այս աշխարհից, չի փարատվում, չի բժշկվում։ Հիմա ես ու դու ինչ անենք, որ Աստվածը բժշկի մեզ, մորցնի մեզ։ Իսկ Հովսեփի եղբայրները մինչև հոր մեռնելը չէին մոռանում եւ նույնիսկ մտածեցին, որ հերը մահացավ, Հովսեփի մի հաշվարդար դիտեսնի։ Բայց ինչ արեց Հովսեփի կողմը որն է, Աստծու կողմը որն է, որ այդ վշտերը մոռանաս դու։ Մարդ եղել է քեզ վշտացրել է ժամանակին։ Դու հենց հիշում ես, էլի նորից դառը լացում ես։ Այդ վիշտը չես մոռանում։ Էլի լացելով պատմում ես քո սրտի մոտիկին։ Պատմում ես քո դարդերը, քո ցավերը, քո վշտերը, պատմում ես նրան։ Ինչ արեց եղբայրներ քուրեր։ Մենք խորը հասկանում ենք, մարդը չի կարա իր ուժերով իր վշտերից ազատվի, դա աննարին է։ Բայց գիտեք մարդը ինչ է մտածում եւ Աստված ինչ է անում։ Երբ որ մարդը շիտկում է իր հավատքը, որն է այդ հավատքը ուզի շիտկվի։
Օրինակ շատ մարդիկ կան, որ չեն բժշկում վշտերից, իրանք տեսնում են իրանց վշտացողին եւ միշտ տեսնում են նրանց, միշտ հիշում են նրանք չեն հավատում, որ այդ վիշտը, որ ինքը պատճառվել է, Աստված է թույլ տվել, որ այդ վիշտը ինքը ստացել է, Աստված է թույլ տվել։ Եվ ունենք մի շատ հրաշալի համար Սուրբ գրքի մեջ։ Սաղմոսներից մեկի մեջ գրված է այդ մասին։ Շատ հրաշալի համար է գրած։ Եվ մտածում է, որ Աստված է թույլ տվել։ Նա այդպես է մտածում։ Նա չի մտածում մարդիկ են։ Աղեկ եղավ ինձի, որ վշտացա։ Ինքը մտածում է, որ շատ լավ եղավ, որ վշտացա։ Հովսեփը մտածում էր, որ շատ լավ եղավ, որ Աստված ինձ վշտացրեց։ Ինքը ոչ թե եղբայրներին ա տենում, որ իրան վշտացրել են, այլ տենում է, որ Աստված ա թույլ տվել, որ իրան վշտացրել են։ Սա գրված է Սաղմոս 119-ի 71 խոսքը, որպեսզի քո կանոնները սովրեմ։ 67 խոսքը, նույն գլխի, քանի որ վշտացած չէի կսխալվեի, բայց հիմա որ խոսքը պահեմ, բայց հիմա քո խոսքը կպահեմ։ Աղեկ եղավ ինձի, որ վշտացա։ Եվ այդ վշտացնողը ձեռքը տեսնում է տիրոջ մատնա մեջը տենում։ Այդպես է հավատում ինքը։ Այս սա քո կողմն է, որի մի դու վշտացրել է քեզ, քո եղբայրն է վշտացրել, քո քույրն է վշտացրել, քո մտերիմն է վշտացրել, քո հարազատն է վշտացրել։ Դու պիտի ասես, դու պիտի տենաս, որ Տերն է վշտացրել քեզ, բայց նրա ձեռքով։ Փոխի քո հավատք եւ ասա Տեր, դու ես ինձ վշտացրել։ Ասում է ես կզարնեմ, ես էլ կբժշկեմ։ Ես կզարնեմ, ես էլ կբժշկեմ, ասում է Աստված։ Վանզի թեև ցավ կտա, իր ողորմության շատությունով գթություն էլ գենե։ Ողբ Երեմիա 3:32-ը։ Թեև ցավ կտա, ողորմության շատությունով գթություն էլ գենե։ Աստվածն է զարնում, Աստված է թույլ տալի։ Դու պիտի հասկանաս երկրի վրա։ Այս համար ես կուզեմ, որ դու գրես քո մոտ։ Եվ սա գրվի քո սրտի տախտակների վրա, որպեսզի դու չմոռանաս երբեք, որ դու հասկանաս, ճանաչես երկրի վրա։ Երեմիա 9:23-24-ում Տերը խոսում է մեզ հետ եւ ասում է, Տերը այսպես ասում, իմաստունը իմաստունով թող չպարծենա, զորը զորությունով չպարծենա, հարուստը հարստությունով չպարծենա, հապան որ կպարծենա, թող սրանով պարծենա, որ կհասկնա եւ զիսկ ճանչնա, գիտի թե ես եմ Տերը, երկրա ողորմություն, իրավունք, արդարություն կենեմ, քանզի ես ասոնց կհաճի։ Դու